Լավ չեմ սպասի մարդ միանակ, սկսեմ խոսքս։ Ուրեմն բարի ողջություն եմ ցանկանում բոլորին, կարծում եմ ներկայանալու կարիք չկա, բայց եթե մարդիկ կան, որ առաջի անգամ ինձ կտեսնեն, ուստի հարգելով իրանց ներկայանամ, Ղուկասյան Արսեն, զոհված 44-օրյա զոհված Արման Ղուկասյանի եղբայր եւ անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր։ Ուրեմն ժողովուրդ ջան, ուզում եմ այս ամեն ինչը մարդկանց համար պարզ լինի, ինչ եմ մտել եթեր ու խոսում։ Քանի որ մեր ժողովրդի մեջ sense մի հատ կարծիք կա ձևավորված, որ մեկին որ բռնում են, տանում են, փագում են կամ չգիտեմ ինչ որ միջոցներ են կիրառում, որ ինչ-որ բերանը փագեն, ինքնագովազ չի, բայց հատուկ հենց էֆիր եմ մտել իմ դեմքով, իմ խոսքը ասելու, հեսա վերջում կհասկանաք խոսքս ինչի մասին է ու ինչ եմ ասում, նպատակի ինչումն է կայանում։ Հիմա ուզում եմ իմ դեմքով հայտարարեմ, որ իմ բերանը մեկը չեն կարող փագեն ոչ մի ձևով, ճիշտ է այս պահի դրությամբ գտնվում եմ տնային կալանքի մեջ, մինչև էդ վերթում էի, բայց հիմա այս պահի դրությամբ գտնվում եմ տնային կալանքի տակ, բայց դա չի նշանակում, որ իմ սահմանադրական իրավունքը ես չեմ կարող օգտագործում, այսինքն այն իրավունքը, որ ես ունեմ, դա որ ես պահանջատեր եմ։ Դատարանի կողմից, պետական ատյանների կողմից տված է, որ ես ճանաչված եմ տուժողի իրավաճորդ։ Ինչ եմ սենց երկար գալի, հեսա ձեզի ընդհանուր ովշի պարզ կնի արդեն ովշի թեման ինչումն է։ Ուրեմն իմ պահանջատիրությունը կայանում է նրանում, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով գոյություն ուներ, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, ու այդ քննիչ հանձնաժողովը իր աշխատանքները կատարել է, պրծել է, վերջացրել է, տարել է, ներկայացել է արդեն Աժն էլ ես իմ նայել է, չի նայել, սկի պետք է իրանց նայել, պետք չի նայել ու արգեն են արդեն արխիվ։ Այսինքն, ժողովուրդ ջան, արգելիներ ջան, ուրեմն քննիչ հանձնաժողովը քննեց, պարզեց, ինչ պարզեց, չգիտենք, բայց այն մի բանը արդեն պարզ դառավ, որ մեզի բան չունեք ասելու։ Հիշեցման կարգով ասեմ, այս վերջում որ Բաղրամյան պողոտան փագել էինք, մենք հենց փագել էինք այդ նպատակով, այդ բանով, որ պետք է Քոչարյան Անդրանիկի հետ հանդիպենք ու հենց այդ հարցի վերաբերյալ պետք է խոսակցություն լիներ, բայց կներեք այս բառիս համար, սենց ասեմ, մի քիչ ոչ եթերային է, բայց ավելի հարմար ճիշտը չեմ կարող ասեմ։ Ուրեմն այդ օրերի ընթացքում սիրուն ակուրատնի պրլավնի տենց տրին ջեբներս ճամփու դրին։ Կոնկրետ մեր բուն թեմայից, մեր նպատակից մեզի շեղեցին, տարանքցին լրիվ ուրիշ թեմա, այդ է սենց ազգային ժողով լսումներ ու վсё, բրծավ ախպեր։ Մենք մեր կոնկրետ պահանջը չստացանք։ Հիմա, քանի որ տնային կալանքի տակ եմ չեմ կարող ելնեմ, չգիտեմ, Բաղրամյան փագեմ կամ ես ինչ անեմ, ուստի կխնդրեմ իմ փաստաբան ընկերներին մի հատ դիմում պահանջ տեսքով ոնց գետի արդեն իրավաբանորեն թող իրանք ձևակերպեն իմ պահանջը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած այդ հանձնաժողովին, որ ես Արսեն Ղուկասյանս հանդիսանում եմ այդ հարցում պահանջատեր ու պահանջում եմ ինձ հստակ տակ պատասխան, ովքեր էին այդ պատերազմի մեղավորները, դավաճանները, նրանց, մենք պետք է իմանանք ովքեր էին մեղավոր, ովքեր էին դավաճան, մենք չիմանանք, ով պետք է իմանա։ Այդ պատերազմին ոնց որ ամենաշատ տված մարդիկ մենք ենք։ Ու դուք պարտավոր եք մեզ այդ ամեն ինչը ասելու։
ունենց ասելու, որ էդի լինի բոլորին հասանելի, ոչ թե թաքուն պատերի հետևը, ես իմ ազգից գաղտնիք չունեմ, ինչ կա թողեք ասեք, թե չէ բերեցիք մցրեցիք աժը, ոչ ընդդիմությունը խոսած, ոչ նրանք, այսինքն ինչ է չհասկացա նշանակում, ինչ ենթադրեմ, այս տարբերակը սաղից ձեռնատու տարբերակներ, լավ մենք էինք դուսը Գեղամ Նազարյան, գոնե դու քո աբգարի համար պատասխան ուզեիր, ասեիր, ախպեր, ով ում ուզում է թո պաշտի, Նիկոլ եք պաշտում պաշտեք, ես քաղաքական թեմա չեմ իմանում, քո չեք պաշտում պաշտեք, արա ում ուզում եք պաշտեք, ուզում եք գնացեք Բուդա պաշտեք, էդի ես հարցի հետ վաբշե կապ չունի, տարել են էդ երեխեքին կոտորել են, կռիվ են շինել, ով շինեց, խի շինեց, ոնց շինեց, ով էր մեղավոր, ով սխալ մարդ վարեց, ով սխալ է սարեց, ով սխալ է նարեց, բա դրա պատասխանը չստանանք, հեն Գեղամ, գոնե հելներ ասեիր արա, ախպեր, պաշտեք, արա, ումն ուզում եք պաշտեք, ինչքան ուզում եք պաշտեք, արա, ձեր պաշտամունքներին, էսի ինչ կապ ունի ձեր քաղաքական դիրքորոշում, ձեր երեխու փայ չեք ուզում ստանաք, ժողովուրդ ջան, ում զո երեխեքը գնացին Զովան, ում երեխեքը գնացին հաշվանդամ դառան, այս հարցին սաղ ազգն է պահանջատեր, ոչ թե մենակ ես կամ իմ նման մնացած մարդիկ, բա մենք չիմանանք ինչ է լավ, թե չէ դերել են ախպեր, ԱԳՊՄ-ն բա պետական գաղտնիության չգիտեմ, ինչ պետական գաղտնիություն, Քոչարյան Անդրանիկ, ինչ պետական գաղտնիքի մասին ես խոսում, եթե ամեն ինչ եղել է Ղարաբաղում, Ղարաբաղն էլ ճանաչել եք ախպեր ջան, արդեն Ադրբեջանի տարածք, Ադրբեջանի պետական գաղտնիքը չես ուզում ինձ ասես, դու թքած ունեմ Ադրբեջանի պետական գաղտնիքի վրա, բա պետք է ասես, բա ինչ պետք է ասես, բանես Ես կխնդրեմ իմ փաստաբան ընկերներին կզանգեմ հեսա կասեմ, թող մի հատ գրավոր դիմում պատրաստեն իմ պահանջը ճիշտ իրավաբանորեն ներկայացնելու համար ու տանեն ներկայացնեն ազգային ժողովին, որ այդ պատասխանը ես պետք է ստանամ։ Կապ չունի ես կարգավիճակս ինչ կարգավիճակ է։ Ինձնից ոչ մեկ այդ իրավունքը չի կարող խլի, որ ես պահանջատեր չլեմ, ու ես պահանջատեր եմ, ու ես կարծում եմ Ոչ թե կարծում եմ, այլ նաև համոզված եմ, որ բոլորդ, անկախ նորից եմ կրկնում, ձեր քաղաքական դիրքորոշումը դրեք այս հարցի վերաբերյալ մի կողմ, ծնողներ ջան, առավել ևս դուք, ձեր քաղաքական բաները դրեք մի կողմ, կապ չունի, ով ում ինչա ոնց է, ձեր երեխու փայ ստանալունը ստացեք, Հիմա որ մի բան ասեմ, կարող է սրտների տառնի, բայց հաստատ համոզված եմ, որ էլի ոչ մեկը չի կարող ասի սխալ ես ասում, ասեն։ Ով իրա բալի արունը կուրանա, ով իրա բալի արունը կծախի ու ստանալու չի ունենա։ Այսինքն եթե ստանալու չունեք, պատասխան ստանալու չունեք, ուրեմն արդեն կամ ստացել եք Կամ էլ ենքան պիղծեք, որ չեք ուզում էթակ ստանաք։ Ուրեմն ես սրան պետք է սաղըտել ստացող ըլնեք։ Ես չեմ ասում, այնի մեղավոր այն մեկը անմեղ այն մեկը ճիշտ այն մեկը սխալ է։ Քնություն եք արել, բերեք մեզի պատասխան տվեք, ովքեր էին այդ մեղավորները։ Այդ մեղավորները պետք է պատժվեն։ Օրենքի ամենախիստ ձևով ու կապ չունի ինքը ով է, ինչ դիրքա զբաղեցնում ես պետության մեջ, ինչ քաղաքական հայացքներ ունի, կապ չունի, մեղավոր է, պետք է պատասխան տա, մինչև վերջ, որտև ստացող կա իմ դեմքով, դուք ուզում էիք նենց անեիք, որ ստացող չլներ, ճիշտ է, պատասխան ստացող ձեզնից չլներ, արա, որ սաղի բեյանն էլ փագեք, իմը չեք կարալու, ես ստացող եմ ձեզնից, ու դուք ընձի պտի տակ իմ պատասխանը, ինձ պտի տակ իմ աղբոր մահվան պատճառով, ով մեղավոր, որ իմ արման աղբերը զովել է, ով էր մեղավոր, որ իմ աղբոր մարմինը թողնվցրեց ընդե, որ թուրքն եկավ արդեն զոված աղբորս գլուխը կդրեց,
Այդ դրանց սաղի պատասխանը դուք պետք է ինձի տաք։ Ով էր մեղավոր, որ իմ աղբոր Բալեն 5 տարի է տունը չի, որ եթե գալիս եմ ձեզնից ասում եմ երեխես ուրա բռնում եք ընձի աղբեր ջան, տպում եք, ղրգում եք մի հատ է բերդ։ Այդ սաղ պատասխանները դուք ինձ պետք է հենց տաք։ Ու այս ամեն ինչին որ չասեն կոչ անում, կոչով հանդես է գալի, ես կոչով հանդես չեմ գալի, ես իմ անունից եմ հանդես գալի։ Բայց այս ամեն ինչը պետք է իմ հետ համախոհնեն բոլոր այն մարդիկ, ովքեր որ իրանց հարազատի, իրանց բալի արունը չեն ուրացել։ Ես չասեմ ամեն մեկը դուք կասեք, ով իրա բալի արունը ուրանա ինչ է։ Ես չասեմ դուք ասեք։ Արգելիներս, ցավները տանեմ։ Ես ուղղակի իրոք համ վրդոված եմ, համ նեղված եմ, համ որ սենց ելնելով իրավիճակից ես չեմ կարող ինչ-որ մի բան այն անեմ, ինչ-որ գիտեմ, որ պետքա անեմ։ Մի հանձնվեք։ Մեր երեխեք իրանց համար, իրանց քաղաքական խաղերի համար պրոստը դարան ռասխոդնի մածիրալ։ Էդի հիմա արդեն ակնհայտ պարզ երևում է ինչը ոնց էր, պարզ երևում է։ Բայց գոնե մի բանը հիշենք սաղս։ Սաղս էլ եթացող ենք։ Սաղս էլ վաղը կայնելու ենք հենց մեր տղեկի աշկի առաջ, իրանց առաջ ընդեղ, այնտեղ։ Ու սաղս էլ պատասխան ունենք տալու։ Դարը կնենց անենք, որ պարզ ճակատով կայնենք դեմները։ Վերջը մենք այդքան անթասի բազգ չենք, էլի։ Հենց մենակ մեր բալեքի հիշատակի, մեր բալեքի տվածի, որ տվին իրանց թանգը, իրանց կյանքը, գոնե տարան մենք պետք է տեր ելնենք։ Ուրիշ բան չեմ ասում։ Չհրաժարվեք այդ պահանջատիրությունից։ Չթողեք, որ ձեզի էշի տեղ դնեն, որոձի դուք տենց էլ պտիլներ, մենք պետք է գտնենք, որոշենք, քցինք, բռնենք, ոչ մի թեմա չկա, ձեզի ասելու բան չկա, давайте, до свидания։ Էդի вообще վիրավորական է, ցավները տանեմ։ Թույլ չտանք, որ իրենք այտենց մեր հետ վարվեն, խնդրում եմ ձեզ։ Եղեք այս հարցում միասնական։ Դիմումը կսարքենք, կուղարկենք, ցանկացողներ կլինեն այդ դիմումին միանալու, իրանց անուն ազգանունները նշելու, այդ տեխնիկական պահերը կպայմանավորվենք։ Ու ես մտածում եմ, որ եթե բոլոր այն մարդիկ, ովքեր որ իրանց համարում են պահանջատեր, ուղղան այդ պահանջատիրական թղթի տակը ստորագրեն, որ մենք պահանջում ենք մեր այս ամեն ինչի պատասխանը, մեզ բավարարող պատասխանը, կիսատ պռատ ջեբ տրոցի պատասխան չպետք է լինի, հստակ պատասխան, մեզ բավարարող պատասխան, թե չէ Քոչարյան անուն ոնց որ պրոֆեսիոնալ է այդ հարցում ծածկադմփոցի վերաբերյալ, չէ, Քոչարյան Անդրանիկ։ Այս պետության մեջ այս ընթացքում եղել է 3 հատ սերիոզնի թեմա, հոկտեմբերի 27, մարտի 1, մեկ է 44-օրյա պատերազմ։ Հոկտեմբերի 27-ի մեջ էլ ես մայաչի տանում, 44-օրյայի մեջ էլ ես մայաչի տանում, սենց որ մի քիչ խորանենք մարտի 1-ի թեմայի մեջ էլ մայաչիտ կանես։ Ես ստացող եմ, իմ անունից եմ ասում։ Ու ոչ մեկ չի կարող ինձ ասի, որ ես չունեմ այդ իրավունքը։ Ու խնդրում եմ բոլորդ լինեք այս հարցում միասնական։ Կապ չունի քաղաքական դիրքորոշումը։ Ձեր բալի հիմար եք ստացող։
Ով իր բալի հիմար չունի ստանալու ինքի հիմար անբարոյականի վաստակ է այդքան բան։ Ով իր երեխու արունը ունի ծախած ինքի հիմար անբարոյականի վաստակ է։ Շնորհակալություն ինձ ժամանակ հատկացրեցիք, լսեցիք։ Տունն եմ, երևացեք, հաջող ձեզ։